Mas Ռոբերտ Քոչարյանի որոշ աջակիցներ ես ձեզ մի անգամ զգուշացրել եմ, հիմա երկրորդ անգամն եմ զգուշացնում ու շատ խիստ եմ զգուշացնում։ Հաջորդ անգամ չփորձեք հանգարց մտնեք Սերժ Սարգսյանի ու Մանվել Գրիգորյանի արանքը։ Դուք դրա բարոյական իրավունքը չունեք։ Ու հեսա կասեմ չի չունեք։ Նախքան այդ ասելը, ուզում եմ մի հատ եւս մեկ անգամ ասեմ, անցած անգամ ես իմ լայվում անդրադարձել եմ, մի անգամ էլ հարցազրույցի ժամանակ եմ անդրադարձել։ Եվս մի անգամ ասեմ, որ անձամբ Մանվել Գրիգորյանն ինձ ասել, որ ինքն է դիմել Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին, որ կողմ քվեարկեն իր անձեռնմխելությունից զրկելուն։ Անձամբ Մանվել Գրիգորյանը ինձ ասել, որի ամենամոտիկ մարդը եղել եմ ես, այս վերջի տարիներին։ Ինձնից ավելի մոտիկ մարդ Մանվել Գրիգորյանը չի ունեցել, այս վերջի տարիների ընթացքում։ Իմ նման մի քանի հոգի եղել են, սենց ասեմ, բայց ինձնից ավելի մոտիկ մարդ Մանվել Գրիգորյանը չի ունեցել։ Ես միշտ եղել եմ Մանվել Գրիգորյանի կողքը, միշտ եղել եմ իր այդ կապի մեջ։ Ու անձամբ ինքն է ասել, որ ինքն է դիմել Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին, որ կողմ քվեարկեն անձեռնմխելությունից իրան զրկելուն։ Դրա մասին կա նաև գրավոր թուղթ, որով որ ինքը փաստաբանի միջոցով դիմել էր Հանրապետական կուսակցությանը, եթե ուզում եք կարող գնաք Վահրամ Բաղդասարյանի մոտ, այդ թուղթը կասի, այդ թուղթը ձեզ ցույց կտա։ Չգիտեմ Վահրամ Բաղդասարյանի մոտ է թե որտեղ է, բայց այդ թուղթը կա։ Գրավոր թղթով ինքը պաշտոնապես դիմել է, նաև զանգով ասել, բայց նաև պաշտոնապես գրավոր թղթով իր փաստաբանի միջոցով Մանվել Գրիգորյանը դիմել է Հանրապետական կուսակցությանը, որ կողմ քվեարկեն իրան անձեռնխելությունից զրկելուն։ Սրա մասին ինքը անձամբ ասել է նաև ինձ։ Անձամբ ինձ Մանվել Գրիգորյանը միշտ ասել է, որ իր համար այս աշխարհում կան երկու մարդ, Վազգեն Սարգսյան, մեկ էլ Սերժ Սարգսյան, որ ինքը անվերապահորեն նվիրված է վստահում է հարգում է Սերժ Սարգսյանին։ Սրա մասին ինձ էլի ասել է Մանվել Գրիգորյանը։ Դաժե խոսքի մեջ ինքը սենց հաճախակի հիմնական Սերժ Սարգսյան, որ սենց իրար հետ խոսում, ասում է շեֆը, որ Մանվելը ոչ մեկին շեֆ չի ասի։ Դուք դա լավ գիտեք։ Հիմա ասեմ ձեզ Քոչյանի աջակիցներ, ինչ եք ուզում արա դուք վաբշե։ Ձեր ուզած ինչա, չեմ ասում բոլորիդ եմ ասում։ Նրանք ովքեր որ Մանվելի ու Սերժի արանքը փորձում են խառնել ու ինչ-որ մուտիկներ գցեն, այդ դրանց եմ ասում։ Ինչա ձեր ուզածը, արա վաբշե։ Ես ձեզ արգելում եմ մտնեք այդ այն կարմիր գիծն է, դա ինչ սրբություններն է։ Ով եք դուք, Ռոբերտ Քոչյանի աջակիցներ։ Դուք բարոյական իրավունք էլ չունեք, մտնեք Սերժ Սարգսյանի ու Մանվել Գրիգորյանի արանքը ու փորձեք մուտիկներ գցեք այդտեղ։ Տեսեք ես ձեզ ասում եմ, իմպիչմենտից եք վիճ եք իրար հետ, սահմանադրությունից եք վիճ եք իրար հետ, ընտրություններից եք վիճ եք իրար հետ, այդ ամեն հարցի շուրջ ես ունեմ իմ կարծիքս կհայտնեմ ընդամենը, բայց ես թույլ չեմ տա, որ դուք փորձեք հանկարծ մուտիկներ գցեք Սերժ Սարգսյանի ու Մանվել Գրիգորյանի արանքը։ Ես դա թույլ չեմ տա, ու այդ դրա բարոյական իրավունքն էլ դուք չունեք, որովհետև ես հիմա դες հիշացնեմ, որ երբ որ ես Ռոբերտ Քոչյանի ամենաուժեղ աջակիցներից մեկն է, եթե ոչ ամենաուժեղը։ Ինձնից ուժեղ աջակից Ռոբերտ Քոչյանը չի ունեցել։ Երբ որ ես պայքարում եմ Քոչյանի ազատության համար, դատարաններից հետո ամեն դատից հետո որ հարցազրույց է տալի Քոչյանի դատից հետո։ Ես միշտ ասում եմ ազատություն Ռոբերտ Քոչյանին, ազատություն Մանվել Գրիգորյանին։ Միշտ շեշտում եմ Մանվել Գրիգորյանի հետ։ Դուք մոտենում եք ինձ, ասեք Դավո ջան, կլինի Ռոբերտ Քոչյանի հետ Մանվել Գրիգորյանի անունը չտաք։ Ես ասի չհասկացա։ Կարող գիտեք ես ձեր աշխատողն եմ, ենթական եմ, ձեզից կախում ունեմ։ Մի հերոս իմ համար Քոչարյանն է, մի հերոս էլ Մանվելն է, երկուսի համար էլ ես պայքարում եմ։ Երբ անգամ sense խիստ ձեզ պատասխան եմ տվել ու դուք էլ այդ հարցով ինձ չեք մոտեցել։ Հիմա դուք եկել եք Մանվելի պաշտպանմա, բան ժամանակ խիչ եք Մանվելի հասեն մի հատ լավ բան ասում։ Խիչ եք ասում։ Մանվելի թաղմանը պանիխիդային դուք ոչ մեկը չեք եկել։ Նույնիսկ ձեր առաջնորդը իմ կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչարյանը ոչ պանիխիդային է եկել Մանվել Գրիգորյանի, ոչ թաղմանն է եկել, ոչ էլ ցավակցական հերագիր աղրգել։ Ցավակցական հերագիր ուշացումով, երբ որ շուխուր ընկավ ուշացումով ասեցիք տեխնիկական խնդիրները առաջացել դրանից դրա համար ուշացումով ուղարկեցի։ Ու հիմա դուք եկել եք Սերժ Սարգսյանի Մանվել Գրիգորյանի արանքն եք ուզում մտնել։ Մանվել Գրիգորյանի համար ես ասում եմ, դե ինձ ասեմ Մանվել, ու մենակ ինձ չէ, սաղ գիտեն դրա մասին, ով որ Մանվելի կողք եղել է սաղ գիտեն, որ Մանվելի համար երկու մարդ է եղել, Վազգեն Սարգսյանը, մեկ էլ Սերժ Սարգսյանը, այդ երկուսից բաց ինքը ոչ մեկին պրիզնատ չի եկել, ուրեմն Մանվելը ձեր չափ էր հասկանում, արա, եթե Մանվելը նեղացած էր Հանրապետականից, մի տես բան չէր ասի, կամ այդ ձևի կհարգե Հանրապետականին կամ Սերժ Սարգսյանին, անընդհատ ինքը զանգի կապի մեջ էր Սերժ Սարգսյանի հետ, անընդհատ, ես ինչքան եթե մոտում եք ասում եմ, չզանգեն Քավորից, սենց էլ ասում եմ, մի հատ չզանգեն Քավորից, վեկանում զանգներ հրասներ, պարոն նախագահ, տես ով է մոտս,
Սեր Սարգսյանն էլ կհիշի, ցավը տանեմ մեր պարոն նախագահի։ Ագել տեսով ամոթս, այսպես կատակներով բանով, այսպես հարաբերությունների մեջ են իրանք իրար հետ։ Հիմա մահաց է գնացել ու ձեր նման սրիկաները ուզում են ստե մուտիկներ գցեն, արա։ Ուրեմն ես ձեզ զգուշացնում եմ, Քոչարյանի որոշ աջակիցներ, ինձ մի թշնամացեք ձեր հետ։ Ես չեմ ուզում ձեր հետ թշնամանամ։ Ես ամեն ինչ անում եմ, որ ձեր հետ չթշնամանամ։ Իմ ամեն մի հարցազրույցի վաղ խոսքի մեջ միշտ աշխատում եմ նենց խոսամ, որ հանկարծ միամիտ նենց բառ չասեմ, որ չվիրավորեմ ձեզ, առավելևս Ռոբերտ Քոչարյանին։ Բայց ես ձեզ զգուշացնում եմ, իմ կարմիր գծերը չհատեք։ Կարմիր գծերից կպակը թշնամանանք իրար հետ, չեմ ցանկանում ձեր հետ թշնամանալ։ Զգուշացնում եմ, հեռու մնացեք այս թեմայից։ Սերժ Սարգսյան Մանվել Գրիգորյանի մեջ ով մուտիկ գցեց նա իմ թշնամներով ես նրան կոչնչացնեմ։ Զգուշացնում եմ, ձեզ հեռու մնացեք այս թեմայից։